Մենք կարծում ենք, որ ազգային ժողովը լռելու տեղ չէ։ Ես գարաժի տիրոջը ճանաչում եք, իմ կողմից ներողություն կխնդրեք։ 10 րոպեով իրենք։ Մենք եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ձևավորած հուսահատության ճգնաժամի, հուսահատության ճարտի ելք կա և ապրիլի 2-ի դուք կարող եք օգտվել ելքի այդ հնարավորությունից ընտրական տեղամասեր գնալով և երկդաշինքի օգտին չվերկելով։ Մեկնաբանություններ կան, թե քաղաքացիները հուսահատված են եւ չունեն այլ ընտրանք, ընտրությունների հետ հույսեր չեն կապում։ Այ օրինակ դուք ձեր հանդիպումների ընթացքում ինչ եք արձանագրել։ Քաղաքացիները հետաքրքրված են այս ընտրություններով եւ ինչ ընտրություն ունեն, ինչ հնարավորություն։ Գիտեք, ես զարմացած եմ մի ֆենոմենի վրա, որ հիմա շատ է խոսվում վախի մթնոլորտի մասին, բայց ես երբեք այսպիսի քաղաքական իրողության չեմ հանդիպել, երբ որ բազմաթիվ մարդիկ կարծում եմ այսօր դուք էլ ականատես եղաք, երբ որ տներից, պատուհաններից գոռում են, վանկարկում են, ասում են, որ իրենք մեզ են քվեարկելու։ Հետևաբար, իհարկե Հայաստանում ամենամեծ խնդիրը հուսահատությունն է, բայց կան փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ մենք այս տեմպով հուսահատության մթնոլորտը կճեղքենք։ Իսկ ելքին հաջողվել է համոզել, որ իսկապես այս հուսահատությունը ստեղծել է Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցությունը եւ նրանք չընտրեն այն լռության ուխտավորներն, ինչպես դուք եք ասում։ Ես կարծում եմ, ի վերջո դարձյալ տեսնում ես կարծում եմ, որ ելքին հաջողվել է համոզել, մնում է, որ Հանրապետականին չհաջողվի հետ համոզել առաջիկա 10 օրվա ընթացքում եւ չնայած մենք ավելի մեծ տեմպերով շարունակում ենք եւ սա քարոզարշավի մի ձև է, որ կարծում եմ արդյունավետ է։ Ամեն դեպքում ոչ ոք չգիտի, թե ի վերջո ընտրողը ինչպես է կայացնում որոշումը։ Շատ հաճախ են հանդիպում քարոզարշավի ընթացքում քաղաքացիների, որոնք այս սեղմագրերի փոխարեն ուզում են օրինակ ծրարներ եւ այլն եւ այլն։ Այդ ձեզ հետ հանդիպել է դեպքեր եւ դա ինչի մասին է վկայում։ Դա վկայում այն մասին, որ հուսահատ քաղաքացիները ցավոք սրտի դեռևս գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, բայց մեր քարոզարշավի ընթացքում ես հույս ունեմ, համենայն դեպս տեսնում եմ, որ նրանց թիվը նվազում է։ Ինչքանով մեզ կհաջողվի մեր էներգիան, մեր լավատեսությունը փոխանցել, մեր ոգին փոխանցել քաղաքացիներին, դա կախված է մեզնից